Բարև ձեզ, որ ասեմ հարգելի ժողովուրդ, չնայած հարգելի բառը չի վերաբերվում այն մարդկանց, որոնք որ ընտրել են Նիկոլ, այն մարդկանց, որոնք որ փողով գնաց ընտրատեղամաս ընտրել են այս աղբի տղեկին տաշվիրական, տաշվին вообще, ոչ թե տաշվիրական, հենց կոնկրետ տաշվին կամ Ռոբիկին։ Մենք տենում ենք այսօր Նիկոլը նորից հլնա տվայտանքների մեջ, ամեն իմ ուժեղ ելույթից հետո այդ բոզի տղեն հլնեմ վազում ապա պարլամենտ սկսում է ելույթ ունել, հիմա հաթածը սնելով գամ։ Ինչ ասեմ, նախ իա այդ խոսության մեջ խոսում է ցեղասպանությունից նույն, ասում է ցեղասպանությունը չպիտի սարքենք զենք։ Մորը ծածացնեմ Նիկոլ Փաշինյան Նաֆարովը հանդերձ։ Ցեղասպանությունը դա զենք չի, նախ առաջինը։ Այդ մեզ են ցեղասպանել, մենք չենք որևիցե մեկին ցեղասպանել։ Եվ եթե մի հանցագործություն կատարած պետությունը պատասխանատվություն չի կրում դրա հետ կապված, ապա այդ պետությունը կրկնում է այդ ցեղասպանությունը մի քանի անգամ, մինչև հասնի իր նպատակին։ Մենք էդի տեսանք 1915 թվականից հետո Ադրբեջանում, 18-ական 20-ական թվականներին դրանից հետո տեսանք Սումգայի, դրանից հետո նորից տենում ենք։ Այդ նույն թուրք-ադրբեջանական ձեռագիրը։ Եվ եթե դու դա համարում ես զենք, այո դա զենք է, եւ թուրքը պիտի պատասխան տա իր արած ցեղասպանության համար։ Ու քո նման բողզի տղեր ի ամբողջ թայֆով պիտի որ ասեմ արժանանա համապատասխան պատժին, ամենահամապատասխան վիշչը մեռանակազայնը, это շատ լավ ռուսերեն բառը, հայերեն չի թարգմանում, չգիտեմ ոնց թարգմանեմ հայերեն, բորնիկի ծնունդ, կամ որ հենց ասում ես կոնյակը ոչ մի երկրի լաբորատորիա չգիտեմ ինչ կոնյակ չճանաչեմ եւ այլն, ուրեմն լավիդ բերանը ժաշտամ ես, ուրիշը հնարավոր չէ խոսալ, երբ որ հայկական կոնյակը կոնյակ է, քո նման ագարքի վաստակը սկի ծրծված չէ երկիր մոլորակի վրա, ոչ թե մենակ դու, այլ քո ագարկականիկը, քո հերը երևի դաժե ծրծված չէ։ Մեծ Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը Ուինստոն Չերչիլը, երբ որ տարին մի քանի անգամ սովետական Հայաստանից առաքվում էր կոնյակ, ու վրեն գրած կոնյակ տվին, քո նման աղբի ծնունդը դեռ երկիրերից չէր եկել, հիմա դու 3-4 եկես կոնյակ գոյություն չունի։ Ու ախր նայում ես սրա ելույթները, սրա խոսույցը, ոնց որ Ադրբեջանի արտգործնախարարը կամ Թուրքիայի արտգործնախարարը խոսա։ Ու ամենահետաքրքիրն նա է, որ իան նման լիքը պոռակացիներ նստած լսում են ու ծափահարում են եւ ունի ընտրողներ։ Սա է խնդիր, ուրեմն լսի։ Վարդան Ղուկասյանի իշխանության օրոք անմիջապես կոնյակը նորից դառնալու է կոնյակ։ Ինչ թղթի տակ դու ստորագրել ես, ինչ ես արել, ինչ պարտավորություն ունես ֆրանսիացիների, իսպանացիների, պորտուգալացիների, թուրքերի եւ այլն, ուրեմն քո դիակը կտանք իանց, թո իան քեզից պատասխանը պահանջեն։ Ո՞նց էլա որ դու ստորագրես մի բան, եկավ ու իշխանությունը ասեց ձեր լավի բերանը, կա կոնյակ, կմնա կոնյակ։ Ասում եմ առաջ, այնպես որ հիմա դու ինչքան ուզում ես հաճա։ Կամ ասում եմ առաջիկա 5 տարի մեկ սարասը մեկ մեր մասնակցությունը օտեգաբեմ, խիտ 5 տարի պիտի մնա։ Որևիցե մեկը քեզ ասել է որ դու 5 տարի պիտի, դու հետո մի տարի ցկմես, թե չէ։ Դու այդ քո կառուցած պարլամենտը, քո այսպես կոչված շակերտավոր ընդդիմությունով։ Հակ, ինչա ասեմ։ Ուրեմն կապված է բանի հետ։ Արցախցիների վերադարձի հետ, որ ասում է թող արցախցիները մոռանան Արցախ վերադարձ։ Մի կողմից ասում է ճիշտ, որովհետև այդ նույն արցախցիների խեռին չի իրանց Արցախը, հասկանում եք, մի մարդու նման ողջ են կապին ու հելա սիկտիրեղան Հայաստան։ Ես հույս ունեի, որ այդ 150,000 Ղարաբաղցու գոնե 10%-ը կլսի հանրապետության հրապարակ, ինչքան ԿՊԱ-ական, ռոբիկական կա, որովհետև դրանք հանձնեցին, կդրաները կծոցնեն։ Եկան ու սենց գոլորշիացան, լուծվան, վերացան, ու ձայնը, բառը, խոսքը դրանց դուր չի գալի, մեկը չի նմասում, իմ հոր գերեզմանը, մնաց ընդեղ, իմ դպրոցը, իմ շենքը, իմ տունը, իմ մանկապարտեզը, բացարձակապես, ոնց որ դիտես մարդը գոյություն չունեն, ուրեմն Ադրբեջանը, ասում է, գիտես ինչ 50 տարի առաջ, 40 տարի առաջ դու Վարդենիսից անել ես, թուրքերին սիկտիր ես արել, նախ մենք սիկտիր չենք արել, իրանք հենյաց բողջ են կապել սիկտիր եղել, Սումգայիցի եւ Բաքվի ջարդերից հետո, նոր դրանից հետո հայեր ասեցին հելեք ու սիկտիր եղեք, նրանք հելանոց սիկտիր եղան, դաժե իրաց տուն ու տեղը սախսախին, կարողացան փոխանակում կատարել, նոր հելա սիկտիր եղան, ի տարբերություն Բաքվի եւ Սումգայիցի հայերի, որոնց որ կոտորեցին։ Ադրբեջանն ասում է 30-40 տարի առաջ այդտեղից սիկտիր եղած
ռադեղած ժողովուրդը պիտի վերադառնա, բայց ընդամենը 3-4 տարի առաջ Ղարաբաղից 150,000 մարդ ելավ եկավ Հայաստան, Համասին խոսք չկա, ասում է թող մոռանա Ղարաբաղ վերադառնա, եւ մի հատ Ղարաբաղցի չելնեմ ասում, լավը թունեմ, ի՞նչ նշանակա մոռանամ, հələ ասում են քֆուր ա տալը։ Ինչ կա, այսինքն ինչ անում Նիկոլը տենում է, որ պահանջատես չեն, ժողովուրդը չի գնում իր իրավունքի հետևից, ժողովուրդը առհասարակ ոչխարից ոչ մի բանով չի տարբերվում, ուր քշվում, դա մասը դրանց քշվում, որտեղ ընդդիմությունն էլ է իանը, ընդդիմություն չկա պարլամենտում նստած, Վարդան Ղուկասյանը խռնում բանը դոզեն տալմա, դրանից հետո հելնում են մի քիչ ձևական Նիկոլեն ծոցցնում, ասում են պասմացից է մի տոժե ասեցինա, մի տոժե տուտ, են Ֆերդինանդ, հելավ մի քիչ սենց ասած բուրը տավեց, բայց էդի Նիկոլի համար դոզա չի, կամ կապված Տիգրանաշենի հետ, ինչ ասում Հացաբուլկեղենը, ասում է մենք ձեզ կոպնենք, բանն էլ ոչ այդ Տիգրանաշենի և ժողովրդի և այլն, որ Տիգրանաշենը չի հանձնվի, այ բոզի տղա, Նարեկ Կարապետյան, ոնց ես օգնելու, հել մի հատ ասատենա ոնց ես, նախ, Տիգրանաշենի մեծամասնությունը 70-75%-ը, եթե հիշողությունը ինչի գավաճանում, ձայնատավ է ԿՊ-ի, բա հիմա ոնց չասես, դուք ձայն տվի ԿՊ-ին, այսօր հելել եք վայնասուն եք կապել, որ ձեզ պիտի հանձնեն ադրբեջանցին, ինչի վրա եք վայնասուն կապել, Տիգրանաշենի ժողովուրդ, դրա մասին չգիտեիք, մեռակ ասելով դրա մասին, էլ լրատվամիջոց, էլ հասարակական, քաղաքական գործից չմնաց, որ չլավ չհայտարարեց, որ պոռնակացինը ուզում է Տիգրանաշենը հանձնի Նախիջևանին, Ադրբեջանին, են Արաբատ Միրզոյան բոզի տղեն էլ հելավ ասեց, հատենստանանողը սերիկայություն է, կամ նույն հես Նիկոլն էր ասում, ես չեմ հանձնելու, դուք ետքանից հետո 8 տարի ես մարդը շարունակում է խապել ու խապել, դուք ետքանից հետո, այ ոչխարներ, գնացիք ու դրանց են տվեցիք, հիմա էլ ասում եք հանձնվելու, Վարդան Ղուկասյան եկավ իշխանություն, ողջ են տալու եմ ձեր ձեռը, են 15 թվին ոնց են գաղթե, այդպես սիտիր եք ելնելու Նախիջևան, ողջ են ձեռներդ կապած, դուք այդ հողի վրա ապրելու իրավունք չունեք, դուք չեք գիտակցում այդ հողի գին ու արժեքը, հիմա հելել վայնասուն եք կապել, ինչի վրա եք վայնասուն կապել, անեցից հետաքրքիր է, կամ պոզիտեղն էլ ասում, այդեղ ընդամենը 150 մարդ ապրում, բանը, գեղամա լերերի սարի գղեն, վաբշե մարշարում, սա ապրեք, սա վեկալ տու, բոզի վաստակ, Էսեք դուք, ես Տիգրանաշենի ժողովրդի դարձ չեմ, կողխեմ սաղին, լսը մեկ արավ, դուք մարդ չեք, այդտեղ է Տիգրանաշենում ապրողն ես մարդ չեմ համարում, դուք մարդ չեք, ով գնաց է Նիկոլա Զենտվե կամ Տաշվիլականա Զենտվե, դուք դավաճանների հավաքածու եք, ես այդ հողի դարձն եմ, այդ հողի, որևիցե մեկը չմտածեց, թե Վարդան Ղուկասյանը մտահոգությունը հայտնում Տիգրանաշենի բնակիչների համար։ Բացարձակապես, ես մտահոգություն հայտեցի Բերձորի համար, Աղավնաձորի համար, տուն տվի, ինչ օգուտ, ես ուրուր են դրանք, չկան գոհություն են, բացարձակապես, մի բերան չելան հրապարակայլոն ասել, շնորհակալություն Վարդան Ղուկասյան, որ մենք տենը մենք մեզ համագյուղացիները, համաեկրացները միշև ես անոթևան թափառել են, բայց ու մեզի տուն տվիշ, ճիշտ համենք տունը վառին քովացելով մեզ տուն տվին, ուր են չկան, մի հատ Վարդան Ղուկասյանի աջակցող միտինգի եկան մասնակցին, իհարկե ոչ, հիմա ես ինչի պիտի հելեմ ինչ-որ մեկին աջակցեմ, այդ ուներ Տիգրանաշենի ժողովուրդ, դուք ընտրել եք Նիկոլ, հիմա շատ ճիշտ կլինի, որ ով որ գա իշխանության սկսած Վարդան Ղուկասյանի, ձեզ սաղին հանել Սիպիրանի Ադրբեջան, ասես դուք եք ուզում, ճիշտ է, դե գնացեք Ադրբեջանում ապրեք Նախիջևանում, իսկ Տիգրանաշենում ոչ մի Նիկոլ ընտրող չպիտի ապրի, դա իմ մոտեցումն է, իսկ որ են Հացաբուլկեղեն ասում մենք ձեզ կօգնենք, բոզի ծղավոս ես օգնում, եթե կա ինչ-որ մի երկիր, այս պայդրությամբ, որը որ թույլ չի տալու, որևիցե մի սահմանագծում, այդ միջանցք, որ դու ասում ես, լսի Հացաբուլկեղեն լավս քունեմ, քո հետ եմ խոսում, այդ որ ասում ես ոչ մի միջանցի, ճանապարհ է, ինչ ճանապարհ, նույն Նիկոլի բառնա կրկնան, ընդդիմության առաջնորդ Հացաբուլկեղեն բոզի տղա Նարեկ Կարապետյան, ասում է դա ճանապարհ չի, դա միջանցք է տղա ջան, տուպոյ խախտի տղա, դա միջանցք է, չնայած տուպու չի, դու հասկանում ես, որ դա միջանցք է, դու հասկանում ես, որ դրամով երկիրը վերենացում, բրախատնոյ դվորի, բայց քանի որ դու այդտեղ արդեն տենդեր ունես,
դու ու կտայֆես, որ հենց շինարարությունը սկսվի, դու տեղ պիտի մասնաբաժին ունենաս։ Դրա համար քո համար ասեն դրա ճանապարհ, բայց դու տեղ խեռը կերել ես տակից, պարսական փաղերին էլ հետը, որտեղ հենց սկսվա տեղի շինարարությունը, պարսական փաղերը ինչ են անելու։ Իան երկար հաջատը կողել են ասարից բերանը։ Ու այդ նույնը լինելու է այն դեպքում, եթե հանկարծ փորձեն ինչ-որ տիկանալ շեն հասկացեն Ադրբեջանի իրան։ Փաղերը գալու են իրանց երկար կոչվում է առանթամ, մտցնելու են այդ միջանցքի վրա շինարարություն անողի կամ տվողի ընտանիքի բերանը, որովհետև դա երկիր է։ Նա գիտակցում է, որ դա բխում է իր անվտանգության շահերից։ Հիմա եթե Նիկոլան տեղի ղեկավարը լիներ, այդ երկիրը վաղուց վերացրել, կասել պատերազմ եք ուզում։ Դուք ուզում եք մեզի բամբի տանեք, մենք պիտի սախտոնք, ինչ կչկտոնք։ Նայեք, հարևան երկիրը ում հետ է գլուխ դրել։ Ինչի հասավ, այսինքն որ ազգը համախմբվում է, ազգը հասնում է հաջողությունների, բայց որ ազգը չի համախմբվում, ամեն մեկը մտածում է սեփական գրպանի տունեցվածքի եւ այլի մասին, այդ ժամանակ այդ ազգը թքմասոյի փայտիկին, դա ցուցադրել պատմությունը, ասեմ նայեք, ընդամենը հարևան երկիր, ում հետ է գլուխ դրել եւ ինչերի է հասնում, որևիցե մեկը կարող է դեմը թփրտա, չի կարող։ Նույնը վերաբերում է Հայաստանի, որ Վարշավ Ղուկասյանին ասում է, թե ո՞վ պիտի լինի, որ տենց լինի, Վարշավ Ղուկասյանը կա պատերազմ կլինի, պատերազմ չի լինի, որտեղ Ադրբեջանը կհասկանա, գնաց կոնկրետ ռազմական գործողությունների ծծելու է, գազատար, նավթատար, տրուբեկը կոքրել են լավի բերանը, ոչ թե հելնեն ասեն, հայ զինվորը թող զոհվի, բայց գազատար ու նավթատարի տրուբեկի մի խմեք, որովհետև պաղլևով ֆրանսը պիտի գազ ունենա, այդ Արման Բաբաջյանը ղախպի տաղու նման փոզի վաստակները, որ զինվորները զգմփմեն ինքը տրուբեկի տարտներ։ Հասկանում եք, բայց քանի որ այս ազգի մեջ 30 տարի ռոբասերժական կրթական համակարգը ծծեն են դրանց եղած շեղացով, նավարով հանդեր, դրել են, լվացել են, ազգի մեջ ոչնչացել են ազգայինը, ազգի մեջ ոչնչացել են մշակույթը, էթիկան, էսթետիկան, ամեն ինչը եւ շինել են նարկաման, տելոյամեր, զոմբի, սերունդ են կսե փողոց, այ մենք այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Ինչ ուզում ես արա, ժողովրդի խռիչի, կաֆեները, ռեստորանները, լեփլեցու նստած, նարգիլա ծխեն, փորները կծեն, ձվերի վրեն ու ձվերը տակից կորեն։ Մեկ էլ մի հատ դելոտենան ասեն, զոնղ ռուսի կլնեի, հակը տլնեի։ Այդ է այսօրվա սերունդը, մեծամասնությունը։ Մեկ էլ կռգոմ, բեգոմ, դպրոց, մանկապարտեզ, արդեն ասեմ, մանկապարտեզներն է կարող այս բան մտվի, դպրոց, ուսումնական հաստատությունը նարկոտիկի մեջ վախտամա։ Բիզնեսով ղեկավարը Արշակ Հակոբյանի նման փոզի տղեկը, որոնց որ Նիկոլի դատարանը արշարացրեց, ասեց անմեղ մարդ, խնդրեմ, եւ էտա, եւ այս սրադը միջև ռադիկալ պայքար չսկսվի, միջև են նարկոտիկ սրողի խմաչ կողես բանտերը միջև է զավաճան բոզի տղեկը, այս ազգը ազգ չի դառնա, հետևաբար պետությունը չեք ունենա, կամ կասեք հարևան երկրի Իրանի տրամադրության տակ ամբողջությամբ ամենալավագույն տարբերակներից մեկն է, կամ Ռուսաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Դուք պետություն ունենալու իրավունք չունեք, որովհետեւ դուք պետության գինը չգիտեք։ Եթե այս են շարունակ, եթե պետության գինը դուք իմացեք, Ղարաբաղ հազողին այսօր պիտի ծծնեիք։ Ոչ թե ասել ես Հայաստանը ազատեցի թագարտից։ Ու ասեք ոչ մեկը չասե ի՞նչ թագարտ։ Այդպես պետություն երկրի մոլորակի վրա դրեցեք գույություն չունի, որ տարածքային խնդիր չունենա հարևանի հետ։ Բայց ոչ մի երկրի ղեկավար չի կարող ասես ազդեցի, որ մեր երկիրը թագարտից ազատ է։ Կլինի ժողովուրդը լավը կծառի։ Մեր ժողովրդի խռիչի, ուզում ես Ղարաբաղը տուր, ուզում ես Սյունիքը տուր, բայց եթե Սյունիքին ուղեղ ունենաս, այն Արուշ Արուշանյանի նման փոզի վաստակը, որ հլնամասում այստեղ